Արսեն Թորոսյան Հասարակ մարդը դժվար թե ուշադրություն դարձնի այս արտաքուստ կիրթ մարդուն ամբողջի մեջ, եւ առավել եւս լուսանկարից կռահի, որ նա պետական գործիչ է, ով ընդունակ է սրան։ Թուրք որպես հայոյանք ասողներին, ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք որպես հայոյանք, դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Կամ այս քայլին Բայց մենք հիմա չպիտի հրաժարվենք, չէ՞ այդ ուղղությունից։ Ինչից հրաժարվենք։ Միջազգային ճանաչումից ցեղասպանության Դա տեսքի։ տարբեր երկրների խնդիրն է։ Դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություն չպետք է լինի։ Մեկը միշտ։ կամ սրան Դրա մասին շատ ենք խոսել, արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մաս չպետք է կազմի։ Ինչու՞։ Այդպես, որտեղ մենք Հայաստանի եւ Ադրբեջանի մասին ենք խոսում, իսկ կամ էլ այս մի քայլին արդյոք կա շանս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին տարածքը կամ Արցախի հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի հանրությունը որևէ երկրի կողմից ճանաչել անկախ պետություն կամ որևէ այլ կերպ ճանաչել։ Եթե կա նման շանս, մենք գնում ենք այդ շանսի հետևից։ Իմ կարծիքով նման շանս չկա եւ երբեք չի եղել եւ բազմիցս դրա մասին խոսվել է։ Ինչպես ասում են, արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել։ Իրականում նա իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավի առանցքային դեմքերից է։ 2018 թվականից ի վեր զբաղեցրել է միայն առանցքային պաշտոններ՝ նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար, падգամավոր, ապա կրկին նախարար, Փաշինյանի գաղափարների հիմնական ձայնափողերից մեկը եւ հայտնի Արցախաֆոբ եւս մեկը, ու Ղարաբաղի բնակիչները չեն ուզում քաղաքացիություն ստանալ զինվորական ծառայությունից խուսափելու համար, արտահայտության հեղինակը։ Նրա պաշտոնից պաշտոն տեղափոխվելը եւ շարունակական պաշտոնավարումը ենթադրում են, որ վարչապետն անձամբ նրան բարձր է գնահատում կամ այլ կադրեր չունի։ Նշանակում է գնահատանքի արժանի ինչ-որ բան կա։ Հենց այս ամենի մասին մենք ձեզ այսօր կպատմենք։ Թորոսյանի կենսագրությունը, ինչպես եւ Փաշինյանի շրջապատի գրեթե բոլորինը, զարմանալիորեն պարզ է։ Նրանց կյանքը կիսված է մինչև 2018 թվականը եւ 2018 թվականից հետո։ Մինչև 2018 թվականը զբաղվել է ինչ-որ բանով։ 2018 թվականից падգամավոր կամ նախարար է։ Նախարարության պրոֆիլը պարզապես կախված է նրանից, թե որ ոլորտի շուրջն է պտտվել մարդը կամ որ շենքի մոտով է հաճախ անցել։ Թորոսյանի դեպքում պաշտոնի ընտրությունը շատ թե քիչ ակնհայտ էր։ Սովորել է բժշկականում, ուրեմն կլինի առողջապահության նախարար, բայց այն նրա երկրորդ գալուստը նախարարություն արդեն առավել հետաքրքիր է։ 20 տարի առաջ նա մի ՀԿ-ում ղեկավարել է սոցիալական աշխատողների մի խումբ, ուստի դարձել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Փաշինյանի ժամանակաշրջանի դասական կադրային քաղաքականություն։ Հավատարիմ եղիր նրան, եւ դու կլինես ով ուզես ու կստանաս ինչ որ ուզես։ Հենց ըստ այս երկու կետերի էլ վերլուծենք մեր հերոսին։ Ինչ է մեր հերոսը տալիս իր առաջնորդին։ Առանց երկար բարակ ճառելու կարող են կարճ եւ հստակ տալ այս հարցի պատասխանը։ Իրեն։ Այո, ճիշտ լսեցիք։ Գեղարվեստական խոսքի սիրահարների համար կարող ենք վստահաբար ասել, որ Թորոսյանն իր հոգին ծախում է Նիկոլին, ինչպես Ֆաուստը Մեֆիստոֆելին, բայց չափազանց մեծ պատիվ արած կլինենք, ընդ որում երկուսին էլ։ Լիովին հանձնվելով իր տիրոջը, Թորոսյանը հոժարակամ դարձավ այն խմաճիկներից մեկը, որոնց ահա արդեն 7 տարուց ավել է, ինչ ժողովրդի ծոցից ելած առաջնորդը վերաբաշխում է իրար մեջ։ Նրանք բոլորն էլ ունեն միայն մեկ ընդհանրական ու կարևոր տարբերակիչ հատկանիշ՝ ավատարմություն։ Նրանց գործառույթը պարզապես իրենց տեղերը զբաղեցնելն է ու համակարգված հայտարարություններ անելը, որոնք այս կամ այն պատճառներով երբեմն չի կարողանում անել վարչապետն ինքը։ Շատ հաճախ դա վերաբերում է ամենացավոտ եւ զգայուն թեմաներին, որոնց վերաբերյալ իշխանությունները պլանավորում են դավաճանական որոշումներ կայացնել։ Իսկ նախքան այդ քայլին դիմելը նրանք զուտ հող են շոշափում եւ ստուգում հանրային տրամադրությունը։ Եվ հենց սա էլ ի թիվս այլ բաների անում է Թորոսյանը։ Հենց նա դառնալով Նիկոլի ձայնափողերից մեկը հրապարակում է իր ցանկալի պատմությունները, որոնք շատ հաճախ պատահականորեն համընկնում են Բաքվի ռեժիմի քարոզչական ուղերձների հետ։ Հենց սկզբում, երբ հեղափոխական էյֆորիան դեռ պտտվում էր օդում, իշխանությունը հմտորեն ամպագորգոր խոստումներ էր շռայլում, թմրեցնելով մեր բնակչության զգոնությունը։ Թորոսյանին որպես առողջապահության նախարարի հիշում են այսպիսի քաղցր լուրերով։ Սակայն ընդամենը ամիսներ անց սկսեցին ի հայտ գալ վայ հեղափոխականներին բնորոշ ախտանիշները՝ լիակատար անիրազեկություն, ցինիզմ եւ անսահման ագահություն։ 2019 թվականի սեպտեմբեր։
Սկանդալ է բռնկվում Թորոսյանի, նրա նախկին խորհրդականի եւ ԵՊԲՀ ռեկտորի միջև, ռուսկաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնանկության պատճառով։ Իր անփույթ որոշումներով Թորոսյանը քաղցկեղով հիվանդներին մտցրեց սպասման ցուցակ, այդպիսով փաստացի զրկելով նրանց փրկության վերջին հնարավորությունից։ Իսկ հետո կոവിഡ്ը եկավ։ Եվ այստեղ արդեն ամեն ինչ իսկապես սարսափելի դարձավ, քանի որ նման համաշխարհային չարիքի դեմ պայքարի համար պահանջվում էին լավագույն մասնագետներ, հատկապես բժշկության եւ կառավարման ոլորտներում։ Իսկ մեր ունեցածը Թորոսյանն էր։ Իրավիճակի կամ աղետի մասշտաբների մասին ոչ մի պատկերացում, գործողությունների ռազմավարություն կամ ճգնաժամից դուրս գալու ելք չկար։ Կորոնավիրուսի ամենաթեժ պահին վայ նախարարը նույնիսկ հեգնեց, ասելով, որ այդքան էլ վտանգավոր վիրուս չէ։ Արդյունքը հազարավոր մահեր, մահացությունների թվի կեղծումներ եւ լիակատար ձախողում, այնքան ապշեցուցիչ էր, որ նույնիսկ վարչապետն էր դժգոհ։ Խիզախել է պետք։ Հետագայում նույնիսկ այսպիսի բան եղավ։ 2020 թվականի հունիսի 13 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր անձնական մեքենայով վրա երթի է ենթարկել 10-ամյա երեխայի։ Նախարարն այս մասին հայտարարել է իր Facebook-յան էջում։ Թորոսյանի խոսքով միջադեպը տեղի է ունեցել ցածր արագությամբ վարելու ընթացքում եւ երեխան միայն աջ ձեռքի քերծվածք է ստացել։ Նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում։ Չնայած որ Թորոսյանը 2020 թվականի ողբերգական պատերազմի ժամանակ ամենակարևոր գործող անձը չէր, այնուամենայնիվ նա հանդգնեց եւ այդ օրերին նման բան ասել, պատմության մեջ իր հետքը թողնելով։ Հաշվի առնելով նրա հետագա հայտարարությունները, մենք հիմա զարմանում ենք, թե ում նկատի ուներ նա, մեր օգուտը ասելով։ Չնայած ուրիշ ինչ կարելի էր սպասել մի մարդուց, որը մեկնել է Արցախ, թաքնվել բունկերում եւ ոչ միտեղ չի գնացել, բավարարվելով միայն PR-ի համար երբեմն լուսանկարվելով։ Ճիշտ այնպես, ինչպես իր տերը։ Արդյունքում, ինչպես ասում են, նրանք միասին են եղել նաև նոյեմբերի 9-ի նույն կապիտուլյացիայի ժամանակ, որը հենց Վախկոտ Թորոսյանն է պնդել ստորագրել։ Մենք կասկած չունենք, որ նման կերպարը Երևանն էլ կհանձնի, ասելով միայն թե պատերազմ չլինի։ Պատերազմից եւ Թորոսյանի նախարարության ղեկավարման գործում ձախողումից հետո զարմանալի չէ, որ Փաշինյանը ի վերջո որոշեց հեռացնել իր խամաճիկին, հեռու պահելով վտանգից, բայց եւ իրենից հեռու չթողնելով։ Թորոսյանը 6 ամիս ղեկավարելով վարչապետի աշխատակազմը, ժողովրդի հիշողության մեջ մնաց միայն անհետ կորած զինծառայողների հարազատների հետ իր անպատշաճ շփումներով եւ մի բլոգերի դեմ դատական հայցով, որից նա պահանջեց $1200, իրեն ստախոս դեգեներատ եւ ռետինե արտադրանք թիվ 2 անվանելու համար։ Այնուհետև մեր հերոսը փոխադրվում է նոր մակարդակ, գործադիր իշխանությունից դեպի օրենսդիր մարմին։ Միանալով խորհրդարանը զբաղեցրած իր ընկերներին, նա սկսեց ավելի հաճախ հայտնվել էկրաններին եւ ավելի ակտիվ էր դրսևորում իրեն, որպես վարչապետի գաղափարները հեռարձակող։ Իրական Հայաստան, Արևմտյան Հայաստան չկա, կա Արևելյան Թուրքիա, խաղաղություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, Արցախը բեռ էր, ցեղասպանությունը Թուրքիայի մեղքը չէ։ Այս ամբողջ հայատյաց դավաճանական փաթեթը, որը բնակչությանը մատուցվում է իրատեսության քողի տակ եւ իրական քաղաքականություն խաղալով, տեղ է գտել մեր օրակարգում հենց Թորոսյանի նման անձանց շնորհիվ։ Սկզբից նրանք հող էին շոշափում եւ ստուգում հասարակության արձագանք։ Այսօք կա շանս Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին տարածքը կամ Արցախի հանրապետությունը որևէ երկրի կողմից ճանաչել անկախ պետություն կամ որևէ այլ կերպ ճանաչել։ Նման շանս չկա եւ երբեք չի եղել։ Մենք երբևէ մտածել ենք, օրինակ, ադրբեջանցիները ինչպես են վերաբերվում այդ պատերազմին։ Թե մենք մտածել ենք, որ մենակ մենք ենք զոհ այս պատերազմում։ Ադրբեջանական կողմից եղել է 25000 զոհ մոտավորապես առաջին պատերազմի ժամանակ եւ 600,000-ի կարգի, եթե չեմ սխալվում, փախստական երկկողմանի վերքերի լավացումով մենք պետք է զբաղվենք ու մենք մեր տնային աշխատանքը այդ մասով նույնպես պետք է Մենք երբևէ կարող ենք պատկերացնել, որ հայ պաշտոնյան հրապարակավ նման բան կասի առանց հետևանքների։ Սակայն ամենասարսափելին այն է, որ նման հռետորաբանությունը ծառայեց ոչ միայն որպես արձագանքի փորձարկում, այլև որպես մի տեսակ վնասակար սերմ, որը ցանվեց ժողովրդի ուղեղում, ով այդուհետ գրեթե չի ցանկանա պատրաստվել դիմադրելու թշնամու ագրեսիային, ամեն կերպ արդարացնելով առաջիկա ամոթն ու կապիտուլյացիան։ Ապա շրջելով Արցախի էջը եւ այն դավաճանաբար հանձնելով թշնամուն, մեր կրքոտ չարամիտ կոնֆորմիստ անցել է հայկական ինքնության մյուս սյուները խաթարելուն։ 2024 թվականի մայիս
Հարձակում հայ առաքելական եկեղեցու վրա։ Բացի այս փոթորկալից ծովում նավարկելու համար 100 տարվա առասպելներն ու կարծրատիպերը ոչնչացնելու անհրաժեշտությունից, այն պետք է նաև վերջնականապես եւ անդառնալիորեն ոչնչացնի 1700-ամյա առասպելը, չնայած մասամբ դա իրականացրել է պետականություն հաստատելով։ Սակայն քանի որ եկեղեցին բացահայտում է իր իրական նպատակները, զոհաբերելով Հայաստանի պետականությունը իր ներքին եւ արտաքին խմբային շահերի համար, խաղալով իր հետևորդների հավատքի եւ զգացմունքների հետ եւ փող վատնելով կեղծ խոստումների վրա, ժողովուրդը պետք է վերջնականապես գնահատի այս կառույցը եւ դրա կործանարար պետական նպատակները։ Եկեղեցու անմիջական ներդրումը հայկական պետականության ոչնչացման գործում, որը բազմիցս կրկնվել է իր 1700-ամյա պատմության ընթացքում, կսպառվի։ Հայաստանի Հանրապետությունը չի ընկնի։ Եկեղեցին արձագանքեց խորհուրդ տալով Թորոսյանին օգտվել ուղեղի անվճար ծառայություններից։ Ըստ երևույթին որպես հեգնանք որոշ ժամանակ անց աթեիստ Թորոսյանը պետության փողերով մեկնեց Միացյալ Նահանգներ, մասնակցելու միջազգային կրոնական վեհաժողովին։ Ինչ է Աստվածաշունչը։ Գիրք, որն ասում է, որ Աստված գոյություն ունի, եւ այս գիրքը նրա գոյության միակապացույցն է։ Ես ավելի շատ հավատում եմ Շառլ Պերոյի հեքիաթներին։ Ես աթեիստ եմ։ Հարցեր ունեք։ 2025 թվական հունվար։ Հայոց ցեղասպանության շղթում։ Այն հույսերը, որ Թուրքիան ինչ-որ մի օր ներողություն, Թուրքիան ինչ-որ մի օր կարող է հայոց ցեղասպանությունը ճանաչել, բայց այս տարիների ամբողջ պայքարը միտված է եղել նրան, որ ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանության փաստը, այդ թվում նաև Թուրքիան, եթե մենք չենք կարողանում բոլոր աշխարհը դրանց դեպի ամբողջ աշխարհի ճանաչումը դա համամարտկային խնդիր է, որ ամեն երկիր իր առաջ դնում է եւ ճանաչում է, որը բայց մենք հիմա չպիտի հրաժարվենք, չէ՞ այդ ուղղությամբ։ Ինչից հրաժարվենք։ Միջազգային ճանաչումից ցեղասպանության փաստի։ Դա տարբեր երկրների խնդիրն է։ Դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություն չպետք է լինի։ Մեկը միշտ եղել է եւ մենք դրա պատուղները հիմա եթե չլինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, դա թույլ է տալու, որ մենք Թուրքիայի հետ ներողություն, որ մենք Թուրքիայի հետ կարողանանք հարաբերություններ կառուցել։ Այսինքն այդ հարցի հրաժարումը ուղիղ համեմատական է Թուրքիայի Թորոսյանը թրեդներից հետ չմնաց նաև կառավարության կողմից միլիարդատեր Կարապետյանի դեմ հարձակման ժամանակ հրապարակավ հայտարարելով, որ Կարապետյանը գործում է ԿԳԲ-ի հրահանգներով Հայաստանի ղեկավարությանը վնասելու համար։ Առհասարակ այլ երկրների հետախուզական ծառայություններին հղում անելը Թորոսյանի սիրելի զբաղմունքներից է։ Եթե լսենք նրան, ամենտեղ հայտնի ԿԳԲ-ի հետքերն են, որը վաղուց գոյություն չունի։ Անհեթեթություններ, երբ մեր մեծ քաղաքական գործիչը նույնիսկ հանդգնեց ԱՄՆ-ում գործող հայկական սփյուռքի կազմակերպությունները անվանել Մոսկվայի խամաճիկներ։ Ռուս գործակալները ցանկանում են Ռուսաստանին միջանցք տրամադրել Հայաստանի տարածքով, մինչդեռ Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները 4 սկզբունքների շրջանակներում։ Սա է մեր միջև եղած տարբերությունը։ 2025 թվականի օգոստոսին աշխարհաքաղաքականության մեր վարպետը նշանակվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, բայց դա նրան չի խանգարում շարունակել անպագորգոր հայտարարություններ անել զգայուն թեմաների վերաբերյալ։ Չասեցիք Արևմտյան Հայաստան։ Հա, հատուկ չեմ ասում ու չեմ ասել, որտեղ Արևմտյան Հայաստան չի, դա Արևելյան Թուրքիա է։ Պետք է կարդալ քարտեզները, բացել եւ գրքերը եւ հասկանալ, որ դա Թուրքիայի հանրապետությունն է։ Այդ մասիսին նայելիս դուք ինչ էմոցիաներ եք ունենում։ Շատ դրական, որտեղ շատ գեղեցիկ սար է Մասիս սարը։ Ինչպես օրինակ բազմաթիվ սարեր երկրագնդի վրա։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերին նա ասաց, որ սահմանապահների նոր դրոշմանիչները համապատասխանեցվել են իրական Հայաստանի գաղափարախոսությանը։ Այս ողջ նվիրված աշխատանքի արդյունքում զարմանալի չէ, որ սկսել են արտահոսել տեղեկություններ այն մասին, որ Փաշինյանը քննարկում է աշխատանքի եւ առողջապահության նախարարությունների միավորման գաղափարը։ Դժվար չէ կռահել, թե ում համար է սա նախատեսված։ Նա կերավ իր հացը։ Այժմ նա կկարողանա ավելի հաճախ շփվել նոր բարեկամական երկրների իր գործընկերների հետ, ովքեր նույնիսկ հարկ չեն համարում հրապարակել նրա այդ հանդիպումների մասին լուրերը եւ բացահայտ շղթում են ցեղասպանությունը։ Իսկ հիմա անցնենք այն հարցին, թե ինչ է ստանում մեր հավատարիմ հերոսը ի բարօրություն Փաշինյանի իր աշխատանքի դիմաց։ Տարօրինակ է, բայց նույնիսկ Թորոսյանի ապօրինի հարստացման սխեմաները բավականին պարզունակ եւ մակերեսային են։ Ոչ մի խելացի քայլ կամ փորձ որևէ բան քողարկելու, որ չափազանց լկտի ու ուխտադրուժ չթվա։ Մինչ հայտնի հեղափոխությունը եւ առողջապահության նախարար նշանակվել է Թորոսյանը MIBS բժշկական կենտրոնի տնօրենն էր։ Ինչ եղավ հետո։ Այ քեզ անակնկալ, տնօրեն է դառնում նրա կինը Վարդանուշ Թևանյանը եւ պետպատվերների առյուծի բաժինը հասնում է այս կենտրոնին։ Ընդհանուր առմամբ որպես նախարար պաշտոնավարելու 3 տարիների ընթացքում կնքվել է մի քանի միլիոն դոլարի պայմանագրեր։ 2021 թվականին թվում էր, թե արդարությունը վերջապես կհաղթանակի։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել առողջապահության նախարարության եւ MIBS կենտրոնի միջև կնքված պայմանագրերի վերաբերյալ շահերի հնարավոր բախման հիման վրա։ Դուք հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին ինչ-որ բան լսել եք։ Մենք էլ չենք լսել։ Իգիտություն նշենք, որ որպես առողջապահության նախարար Թորոսյանի իրավահաջորդը Անահիտ Ավանեսյանը այնպես չէ, որ շատ է շեղվել իր նախորդից։ Շարունակում է ճիշտ նույն անել Վիգմորի հետ, իսկ նրա ամուսինը Ստեփան Ավանեսյանը շարունակում է գործարար հարաբերություններ ունենալ Թորոսյանի հետ։ Իմիջի այլոց հայտնի աթեիստ Արսենի եւ աղանդավոր Ստեփանի միջև տարօրինակ համագործակցություն։ Քիչ ավելի ուշ 2023 թվականին կրկին թվում էր, թե Թորոսյանը վերջապես պատասխանատվության կենթարկվի, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում առողջապահության նախարարությունում կատարված գողության եւ խարդախության մանրամասները սկսեցին ջրի երես դուրս գալ։ Սակայն Թորոսյանին այս անգամ էլ ինչ-որ կերպ հաջողվեց պլստալ մեղադրանքից, չնայած այն հանգամանքին, որ հարցաքննվածներից որոշները նրա դեմ ցուցմունք էին տվել։ Իրոք հետաքրքիր է։ Ձերբակալում են փոխնախարարին, իսկ նրա անմիջական ղեկավարը պարզվում է, որ լիովին անմեղ է։ Ստացվում է, որ նա տեղյակ չի եղել, թե ինչով է զբաղված եղել իր տեղակալը։ Մենք էլ հավատացինք։ Իսկ 2022 թվականին բացահայտվեց եւս մեկ հետաքրքրաշարժ պատմություն այն մասին, թե ինչպես Թորոսյանը որոշեց դրամայնացնել իր դիրքը իշխանության վերին ատյաններում։ Մեր վայ նախարարը եւ կոռումպացված պաշտոնյան մի օր որոշեց դառնալ ֆերմեր եւ այն էլ ձկնաբույծ։ Օգտվելով ընդերքի օգտագործման, արդյունահանման եւ ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտում օրենսդրության եւ վերահսկողության բացերից Թորոսյանը մտավ այս բիզնես։ Իհարկե դա գայթակղիչ հնարավորություն էր հաշվի առնելով ոլորտում պետության վերահսկողության բացակայությունը։ Արագածոտնի մարզում հսկայական հողեր գնելով եւ իր հորը, նախկին տեղակալին եւ նախկին վարորդին ընտանեկան բիզնեսի վերահսկիչներ նշանակելով, Թորոսյանը դարձավ այս շահութաբեր խաղի ականավոր խաղացողներից մեկը։ Զավեշտալի է նաև, որ ըստ Թորոսյանի այս գործում ոչ մի սենսացիոն բան չկա։ Այ չէ, որ դուք պարզապես պատգամավոր եք, որին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ըստ երևույթի նա հետևում է իր գործընկերների օրինակին։ Իհարկե գլխավոր դատախազությունը լսել է այս պատմության մասին եւ նրանք արդեն 3 տարի անընդհատ ուսումնասիրում են փաստերը, բայց նրանք ոնց որ այդպես էլ չեն հասնում մեր ձկան նման սպրդուն հերոսին։ Եվ ընդհանրապես ինչ կարող ենք ասել այս մարդու խղճի մասին, որը Ծաղկաձորում իր գեղեցիկ եւ շքեղ առանձնատանը այլասիրությամբ է զբաղվում իր սիրուհիների հետ։ Այո, մենք ամեն ինչ գիտենք։ Այսպիսով մենք դիտարկեցինք մի կերպարի, որը ըստ էության սովորական վախկոտ մարդ է եւ պատրաստ է ամեն ինչ հանձնել իր քայլերն արդարացնելով միայն թե պատերազմ չլինի կարգախոսով։ Արսեն Թորոսյանը դասական շողոքորդ, պնակալեզ եւ կոնֆորմիստ է, որը ոչնչով չի տարբերվում իր համախոհներից, ոչ կարողություններով, ոչ էլ առավել եւս նվաճումներով։ Նրա գլխավոր հատկանիշը իր ղեկավար տիրոջ հանդեպ առավելագույն հավատարմությունն է, որի շնորհիվ նա մնում է ջրի երեսին եւ մի պաշտոնից մյուսն է ցատկում։ Եվ մեր Մարիոին չի անհանգստացնում այն, որ ճանապարհին նա արդեն այնքան բան է ասել, որ անպայման կմնա հայոց պատմության մեջ։ Բայց կա մի նրբություն։